Ես ինչ ոչ adekvat եք պահում ձեզ։ Նորով էր ընդենստաս նվնվասնքըտ լամի շլնում։ Մի էտ նույնը պատմում ես նեղված, յանիք ես տպել են, նեղասել են, ասել են, որ դու պասուս տոլմա ես, ճոգիր, դավայ գնաց, դուք էլ ըստիրա պատմացի ռեակցիա կտակ։ Ուրեմն ես հերը, իր այրախուն ուղարկումա հացի։ Այո։ Ես երախեն գնում եմ մի կես ժամից գալիս ես պապ ջան, հաց չկար, երկու չագու չէ բար է։ Լաց է կարա, մարդը լացելու բան է պատմում։ Արա բես ճշտով լացելու անին դոտ պատմիները, հետ ինչ է, չագու չէ։ Հոպ, չավ, նայ պապիկ, հոպ, նայ պապիկ ինչ եմ ամ, նայ ապեր, հոպ, նայ աղբերս, նայ կուրբան քեզի, հոպ, տեսան ինչ եմ անում ապեր, նայ, հոպ, հաջո։ Ես մորացել ես, հա այսօր ինչ օրեն չես բերանդ բաց է։ Արամանում ես, հա։ Վայ, չէ, տղեկ ջան, չէ, ապեր։ Վես եկա մարդուն են չես տեղ կանեցել է, որ ինչ։ Ապեր դե ասինք մի քիչ հմնակա, տշմշենք, բան ես հանգստի ժամը էլի մի քիչ զբաղվենք։ Այլի տշմշեք, բայց մի մորացեք այսօր ինչ օրը, հիշեք։ Հա։ Հələ davay։ Տախուր։ Հա, աղբեր ջան։ Հայ, պապիկ ջան։ Այժի զուրում եք ամեր գլխի։ Ավելի անգեղծ։ Հա։ Հոպ, նայ պապիկ։ Չի երևա որ տախուր ես։ Հուզվի։ Այ չարատ տոնեմ, նա ինչ անում աղբերդ պապիկ ջան։ Լա։ Ողպա, կդորմե ողպա։ Նայ պապիկ, նայ աղբերդ ինչ անում ապեր։ Հոպ, նայ։ Ողպա կդորմե։ Մելո ջան, Բշտիկյանը քեզ կանչում է իր սենյակ ապեր։ Ինչ որ բան ա եղե Մելո ջան։ Կոմլը։ Ուր կուտակ պարոն փոխգնդապետ։ Արի Հովսեփյան։ Պարոն փոխգնդապետ, Եվրետոր Հովսեփյանը ներկայացել է ձեր հրամանով։ Հովսեփյան, այդ չես կարողանում կողմնորոշվես, թե երբ ես փորձ անելու։ Պարոն փոխգնդապետ, դերը փորձեցինք, ձեջ հարմար չեղավ, էլի մենք է տվինք ուրիշին, հիմի էլ։ Ով է որոշում, որ դու պետքա խաղաս, թե չէ։ Էսի մոր փորձում էի սաղնել, նայում էին, սինոր շատ վատ է։ Չէ, էդ իմ համար ինք չի։ Ես ինքս կնայեմ քո խաղը ու կորոշեմ, թե ով է խաղալու։ Պարզա։ Ախր պարոն փոխգնդապետ, ես դաժե դոր բարերը չինեմ։ Պրոստը մենք վերցրեցինք, Աֆիշը սարքեցինք, նոր փորձեցինք, հիմի փորձել ենք շատ վատ կստացվի մոդս, կատաստրոֆիկ վատ կստացվի։ Դուք ուզեք, որ մենք խայդարակ եղնենք, պարոն փոխգնդապետ, ես չեմ կրնա այդ տերը խաղը։ Այդ ձեր տղերքն են տենց ասել։ Հովսեփյան, ես սիրում եմ, որ զինվորը նպատակասլաց է լինում։ Ձգտող է լինում։ Կարևորը, որ քո մեջ այդ ձգտումը կա։ Ու դու ուզեցել ես խաղաս։ Ու չեմ ուզում, որ ինչ-որ կարծիքների պատճառով քո այդ մեջի ձգտումը կոտրվի։ Վերջ։ Ես կգամ կնայեմ քո խաղը ու կորոշեմ։ Ազատ ես։ Ասում եմ։ Հիմա կոնկրետ բաների համար ենք լացելու։ Սկզբում որոշում ենք թեման, ինչ թեմայով ենք լացում, հետո բուլն, ոտն գայս, լացում ենք։ Լացում ենք, որ ձմելը քիչ ձուն եկավ։ Լացում ենք, որ հազարավոր ծտեր ընկան։ Լացում ենք, որ 2012 թվին աշխարհի վերջն ալնելու։ Բայց ասում են, աշխարհի վերջը հետա ձգվել է։ Դու ո՞ր դիսկի դես։ Արա, ես ջոգել եմ։ Յարմագեդոնի գլյուկոզան դու ես։ Ինքը քեզանից է սնվում։ Մխոլ ավելի, թող գիրք կարդամ։ Կամանդիր։ Մենք ստե կարևոր լացեր ենք քննարկում, դու բռնի ասում ես եզան լեզու։ Լավ։ Հիմա անհատական լացեր ենք մշակելու։
Հեսա ինքան լացեք, որ կշ... Հովսեփյան։ Պարոն Մուսայելյան, մեր վաշտը պիտի ընդունե, չէ, ԿՊՊ-ի վերակարգը։ Հա։ Ինձ կարեք ԿՊՊ-ի օրապա։ Դու նոր ես եղել։ Հա, այս անգամ եք ուզում են։ Հովսեփյան, մեկ չես ուզում վերակարգ ընդունես, մեկ էլ ինչ կա։ Լավ էլի, պարոն Մուսայելյան, պետք է էլի, ինձ պետք է։ Պատճառը կասես։ Պատճառը նոր է, դες վերակարգ կերտան, պարոն Պշտիգյանը կկանչեք, սե կռնադաղ չգա դերը խաղա։ Ինչ։ Լեյտենանտ Մուսայելյանը լսում է։ Մուսայելյան, Հովսեփյանին ասա, որ ես 5 րոպեից ակումբում եմ լինելու։ Իրան հիմա ուղարկի, ինձ բան ունի ցույց տալու։ Լսում է։ Հովսեփյան, չհասկացա, Բշտիկյանին ինչի պիտի կռնատ աղջկա դերը ցույց տաս դու։ Եվ աշտերը հանդես միջոցառում պիտի կազմակերպեն, չէ։ Հա, բայց մեր վաշտելը պատրաստ չի։ Չի պատրաստվել, բայց մենք աֆիշ ենք սարքել իմ նկարովս ու կարծեր որ յանի ես պիտի կռնատ աղջիկ խաղամ, պարոն Պշտիգյանն է տեսել։ Հա, բայց մենք դիք հումորի համար ենք երել, պարոն Մուսայելյան։ Ինչա նշանակում հումորի համար էինք արել։ Դու մտածում ես, որ զորամասում կարաս նման տիպի հումորներ անես, հա։ Ես իմ սինք մեկ քիչ ուրախանանք էլի, պարոն Մուսայելյան։ Դե գնա ուրախացի։ Գնա հիմա քո այդ հումորի պատուղները վայելի։ Գնա Բշտիկյանը քեզ է սպասում։ Պարոն Մուսայելյան, իրանց եք որ ես չեմ կռնա էլի այդ տերը խաղամ, ես լավ է գեդինը մտնեմ քանեշտամ խաղամ։ Ուր է այդ աֆիշը։ Ես ճեղել եմ այդ աֆիշը, չկա է։ Մենք դիք հումորի համար կենենք, պարոն Մուսայելյան, ես չեմ կռնա, չաստի մեջը աղջիկա տեր խաղամ, այն եք կռնա, լավ է գեդինը մտնի։ Բա որ այդ աֆիշը սարքում էիր, Հովսեփյան, չէիր մտածում դրա մասին։ Էսի մենք մերոնցով սինք ուրխանանք էլի, չենք մտածել որ կռնա Պշտիգյանը տեսնի։ Ուր է Հովսեփյանը։ Պարոն փոխգնդապետ, Հովսեփյանը ինձ նոր ասեց, որ այդ ընդամենը կատակ է եղել։ Ինքը չի պատրաստվել կռնատ աղջկա դերը խաղա։ Ոչ, Մուսայելյան, այդպես չի եղել։ Ինքը ուզեցել է այդ դերը խաղա։ Ուղղակի տղաները կողքից տեսել են, ասել են լավ չես խաղում ու Հովսեփյանը դրանից կոտրվել է։ Իսկ ես չեմ թողնի, որ իմ զինվորը կոտրվի։ Միգուցե նա իրոք դերասանական ձիրք ունի։ Ինչի տեղ չտամ, չթողնենք որ կայանա։ Վաղամիսօր զորամասում այնքան միջոցառումներ ենք անելու։ Տղաներին հոգևոր սնունդ էլա չէ պետք։ Չէ։ Ես Հովսեփյանի խաղը պետքա տեսնեմ։ Անպայման տեսնեմ։ Պարոն փոխգնդապետ, բայց ինքը չի պատրաստվել։ Ինքը Մուսայելյան արդեն ասեցի։ լավ, Հովսեփյանին ասա թող հենց հիմա գա։ լսում եմ։ Հենց են ամաչացրել տղային, որ Արա համոջան, ապեր մենակ տենես մելոն ինչ օրն անդել ապեր։ Աշկիս Բշտիկյանը այնքան ասի, ամո վերջում կռնատ աղջիկ խաղել։ Ձեվ չկա մելոն խաղ ապեր։ Գագո։ Ասա։ Աշկիս էլի այդ աղջկա դերը մեր գլխին ջարդվի ապեր։ Էդ էլ ես ճիշտ համո։ Բա մեր լավ տղու կարիերան որ ուզում էինք սկսենք։ Վերջ համո, մենք աղջկադեր էլ չենք խաղալու ապեր։ Ինչքան խաղացինք հերիքա։ Էլ ով ասի ով ինչ անի, մենք աղջկադեր չենք խաղալու, վերջ ապեր։ Ապես ուրեք։ Մեռած ես մանգալով։ Ինչ կա որ։ Հեչ ասի ձեր հետ ելնեմ էլի։ Մեր հետ ինչ գործ ունես գնա վաշտ։ Դե որ մելոն ասել է դրա համար էլի։ Բա ես քո ցավը տանեմ, բա մի կորի ջիգեր ջան։ Նստի այստեղ նստի։ Մենք էլ քեզ ենք ման գալիս Անտոն ջան։ Ջա, ավելի լավ արիստե նստի ջիգեր։ Այստեղ։ Ուր է մերնեմ ջան, չկա ցավը տանեմ։ Հա? Բա ոնց ջիգեր ջան, բա ոնց ցավը տանեմ։ Ես ընդհանրապես չեմ հասկանում ինչա կատարվում, Հովսեփյան։ Ո՞վ այդ աֆիշը սարքել։ Ինչ կռնատ աղջիկ, հա։ Ո՞վ այդ մտածել։ Տեսեցի էլի պարոն Մուսայելյան։ Այդ է։
Հովսեփյան, քո ասացի մեջ ոչ մի տրամաբանություն չկա։ Այդ աֆիշը, որ տարել ես, կպցրել ես ակումբի պատին, չէր մտածում, որ կծիծաղան, որ հիմա խաղալուց նեղվում ես։ Պարոն Սալյան, պարոն Փշտիգյանը ինձ կսպասի, հա։ Հա։ Պարոն փոխգնդապետ, ես այդ տերը չեմ կրնախաղում։ Մոդս դիք լավ չի ստացվի։ Եթե դու այդպես սարսափում ես այդ դերից, ուրիշ դեր վերցրու։ Ուրիշ բան խաղա։ Ես ուզում եմ տեսնեմ, թե դու ոնց ես խաղում։ Արդեն երկրորդ անգամ եմ քեզ դրա մասին ասում, Հովսեփյան։ Մի ուրիշ գործ վերցրու։ Մի փոքր հատված։ Պատրաստի ու վաղը կներկայացնես ինձ։ Ու էլի եմ կրկնում։ Ես չեմ թողնի, որ քո միջի այդ ցանկությունը կոտրվի, Հովսեփյան, որովհետև այդ ցանկությունը բոլորի շահերից է բխում։